Լսենք ձեզ։ Հերթականությունը Տիկին Մանտերշյան, լսենք ձեզ։ Պատվարժան դատարան, ճիշտ է, ես էլ շատ ուշադիր լսեցի հարգելի մեղադրողների կողմից ներկայացված ապացույցները, միանշանակ միանում եմ իմ բոլոր գոլեգաների հայտնած դիրքորոշմանը, բայց ինձ համար ևս մնաց անհասկանալի եւ պարզ չէ, թե կոնկրետ վկայակոչված վկաների մասով նշեմ, հարգելի մեղադրողը ներկայացրեց վկաներ, որոշ դեպքերում նշեց, որ այդ վկաները եղել են Բագրատ Սրբազանի տանը, որոշ դեպքում նշեց, որ վկաները ոչինչ չեն ասել, բայց հեռախոսային խոսակցություններ են առկա եւ դրանով հիմնավորվում է, որ դրանք այդ խմբերի մեջ ներգրավված են։ Եվ այսպես ասած, այս խումբը մեր 18 արդարները փորձել են նախապատրաստել են ահաբեկչություն կամ իշխանության զավթում։ Պատվարժան դատարան, ինձ համար անհասկանալի է, եթե այդ վկաները, որոնք վկայակոչում է հարգելի մեղադրողը, որպես ապացույց հետազոտելու համար մասնակից են եղել այդ խմբերի ձևավորմանը կամ հեռախոսային խոսակցություններին կամ Բագրատ Սրբազանի տուն են այցելել, բա ինչի մեղադրյալների շարքում նրանք ընդգրկված չեն։ Առնվազն որևէ մեկը պետք է լիներ։ Հիմա ինձ հասկանալի չէ, թե ինչ ընտրությամբ են հարգելի մեղադրողները եւ բարույթ իրականացնող մարմինը, ինչ ընտրություն է արել, ինչ արժանինքներով պայմանավորված է, որ 18 արդարներին մեղադրյալի կարգավիճակ է դրվել, մնացած 37-38 վկաներին ոչ։ Եթե նույնությամբ նույն հեռախոսային խոսակցություններն են, նույն, չգիտեմ, գործողություններն են, բացի այդ պատվարժան դատարան, կոնկրետ իմ պաշտպանյալի մասով, Միրան Մախսուդյանի մասով նշվում է հեռախոսային խոսակցություններ մարտի 24-ին, մարտի 25-ին, 3 խոսակցություն, որից երկուսը ընդհանրապես երկու անձիկ խոսում են Միրան Մախսուդյանի մասին։ Հիմա եւ մեղադրանքի մեջ, մեղսագրված մեղադրանքի մեջ նշվում է, որ Միրան Մախսուդյանը ձևավորել է կայուն խմբեր։ Բա ուր են այդ խմբերը։ Որտեղ թաքնվեցին։ Կամ Միրան Մախսուդյանը ձեռք է բերել համապատասխան զենք զինամթերք, չգիտեմ, պայթ թաքստոցներում։ Որտեղ են այդ թաքստոցները։ Այս վկայակոչված ապացույցները պատվարժան դատարան, որը մեղադրանքի կողմը փորձում է վկայակոչել որպես ապացույց չակերտավոր եմ ասում, որտեղ սրանք ապացույցներ չեն, ինձ համար զարմանալի է, թե սա ինչ է հիմնավորում ի վերջո։ Այս ապացույցները չեն կարող հետազոտվել դատարանում, որովհետև մեղադրողները չկարողացան պարզաբանել, հիմնավորել, թե կոնկրետ իրենց վկայակոչած ապացույցներով որ մեղադրյալին մեղսագրված որ արարքն է հիմնավորում։ Չկա այդպիսի բան։ Վերացական ինչ-որ վկայակոչումներ են եւ այս պահին են փորձում են դատարանին համոզել, որ դրանք հետազոտվեն։ Կարծում եմ, որ դրանք հետազոտման ենթակա ապացույցներ չեն։ Պատվարժան դատարան, այն որ